Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք բժիշկների հետ։ Մեր հյուրերն են Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը, բարև ձեզ։ Եվ Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի նյարդավիրաբույժ Լուսինե Ավագյանը, բարև ձեզ։ Նյարդավիրաբուժությունը եւ էպիլեպսիան, հա, այսպես վերնագրենք մեր զրույցը, որովհետեւ մեր համոզված եմ ռադիո լսողների եւ ռադիո դիտողների շատերի համար այս հիվանդությունը, այս խնդիրը շատ հաճախ որոշակի վախերի եւ որոշակի միֆերի հետ են ասոցացվում եւ լուծումների հնարավորություններն էլ շատ հաճախ մի քիչ հեռու են, հա, իրական բժշկությունից։ Եվ թերևս ֆունդամենտալ, հա, հարցից սկսենք, նյարդավիրաբույժը ինչով է զբաղվում։ Մենք գիտենք նյարդաբանը ինչով է զբաղվում, մենք գիտենք վիրաբույժը ինչով է զբաղվում։ Ինչով է զբաղվում նյարդավիրաբույժը։ Ողջունում եմ ձեզ, շատ հաճելի է գտնվել ձեր տաղավարում։ Շնորհակալ ենք հրավերքի համար։ Նյարդավիրաբույժը, ինչպես նշեցիք, զբաղվում է այն պաթոլոգիաներով, որով նյարդաբանը արդեն չի կարողանում դեղորայքային բուժմամբ օգնել եւ ընդհանուր առմամբ մանկական նյարդավիրաբույժի հիմնական գործունեության ոլորտը դա գլխուղեղի եւ ողնուղեղի զարգացման արատներն են, կանգի զարգացման արատները, դրանք տրավմաներն են, դրանք գլխուղեղի ուռուցքներն են, անոթային տարբեր ախտահարումները եւ ինչպես նաեւ ֆունկցիոնալ տարբեր վիճակների բուժումը, այդ թվում նաեւ էպիլեպսիայի վիրահատական բուժումը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը շատ ավելի իր բարդությամբ համարվում է շատ ավելի բարդ նյարդավիրաբուժությունը, քան պարզապես, այսինքն, չգիտեմ ինչքանով կարելի է պարզապես բառը օգտագործել այն կլասիկ վիրաբուժությունը, որը մենք սովորենք։ Բոլոր վիրաբուժական դիսցիպլինաները բարդ են, բոլոր ոլորտներում էլ կան համեմատաբար թեթև դեպքեր, համեմատաբար ծանր դեպքեր։ Ուղղակի ընդունված է, որ նյարդային համակարգը կարծես շատ բարդ համակարգ եւ նրա վրա միջամտությունները միշտ շատ ավելի ռիսկային են։ Ոչ բոլոր դեպքերում է այդպես, իհարկե կան թեթև տրավմաներ, կան թեթև զարգացման արատներ, որոնք շատ դյուրին է բուժելը։ Բայց եւ կան շատ բարդ ուռուցքներ, օրինակ դեղորայքակայուն էպիլեպսիա, երբ բուժումը մուլտիդիսցիպլինար բարդ մոտեցում է պահանջում։ Էպիլեպսիան ոչ միայն բժշկական առողջական խնդիր է, այլ նաև սոցիալական խնդիր է։ Կուզեի շեշտադրել հատկապես Հայաստանում, բայց որքան ես եմ տեղյակ, շատ տարբեր երկրներում։ Այ երեխայի մոտ, երբ որ սկսում են առաջին նշանները, դա բերում է որոշակի մեկուսացման, մանկապարտեզում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, դպրոցում կարող է տեղի ունենալ։ Մենք սովոր ենք ընկալել էպիլեպսիան հենց ցնցումների հետ, հա, ասոցացնել, բայց ինչ է իրանից այն ներկայացնում հիմնով է։ Եվ ինչու է այսքան բարձրացարական խնդիրը դες։ Էպիլեպսիան ինքն իրենով բավականին բարդ է, ինչպես նշեցիք, սոցիալական խնդիրներով նաև պայմանավորված, բացի բուժումներից, վիրահատություններից, տարբեր մասնագետների ներգործությունից այդ հիվանդության հետ։ Ինչու է սոցիալապես ինքը բարդ եւ վախենալու, որովհետեւ շատ հաճախ էպիլեպտիկ նոպաները դրսևորվում են ոչ նորմալ պահելաձևով, երբեմն ագրեսիայով, երբեմն մարդիկ գիտակցությունը կորցնում են, ընկնում են եւ հաճախ շրջապատի մարդիկ չեն հասկանում, թե դա ինչ է, երբեմն դրանք վերագրում են որպես հոգեբուժական խնդիրների կամ այլ ազդեցությունների եւ չեն ցուցաբերում այն լիարժեք աջակցությունը, որը պետք է այդ պացիենտներին ու այդ մարդկանց ցուցաբերել։ Եվ այդ պատճառով էլ մարդիկ մեկուսանում են, ծնողները, որովհետեւ հանրությունը բավական կրթված չէ, որ հասկանա, երբ որ մարդը ընկել է գետնին ու չունի գիտակցություն, ոչ թե պետք է փախնել կամ մենք էլ կրթված չենք, չէ՞ թե այդ պահին ինչ պետք է անել մարդու հետ։ Ի վերջո կան ձեռնարկներ, որոնք ներկայացնում են, թե ինչ անել, ինչպես գործել, եթե մարդու մոտ, չունեմ, ցնցումներ են այս պահին կամ ինչ անել հետո։ Ես կավելացնեի, որ իրականում էպիլեպսիայի որոշակի
բարդ դեպքերն են, որ վատ համբավ են ստեղծել, այդպիսի վատ համբավ է ձեռք բերել էպիլեպսիան։ Մեծամասամբ էպիլեպսիայով ցնցումները, էպիլեպսիայի դեպքում ցնցումները կառավարելի են դեղորայքով, օրինակ 3-ից 2-ի մոտ նյարդաբանների կողմից նշանակում է դեղորայք եւ հաջողությամբ ցնցումները կառավարվում են։ Եվ մարդիկ ամբողջ կյանք ապրելով սոցիալապես ադապտացվում են, ընտանիք են կազմում, երեխաներ են ունենում եւ նրանց դեպքում հարազատները նույնիսկ չեն իմանում հիվանդության մասին։ Այն մեկը կամ այն 30% դեպքերը, երբ ցնցումները չեն օգնում, հիվանդությունը ձեռք է բերում քրոնիկական պրոգրեսիվ ընթացք։ Ցնցումները ժամանակի հետ դառնում են անկառավարելի, ցանկացած տեղ, ցանկացած միջավայրում կարող է լինի եւ հնուց ի վեր այդ անկառավարելի ցնցումները մարդկանց մոտ հանրության մեջ ձևավորել են դիվական ինչ-որ միջամտությունների համբավ ունի էպիլեպսիան։ Այդ դեպքերում դեղորայքը չի օգնում եւ այդ դեպքերում արդեն հարկ է առաջանում դիմել այլ մասնագետների, տվյալ դեպքում նեյրովիրաբույժների։ Եվ քրոնիկ պրոգրեսիվ հիվանդության պայմաններում, այո, սոցիալական ադապտացիան շատ ավելի դժվարանում է, մարդիկ դառնում են մեկուսացված, սուիցիդալ մտքեր են ունենում եւ ընտանիքները տանջվում, տառապում են այդ վիճակից, այո, նաև թաքցնում են, որովհետև լսելով այդ վատ համբավը, խարանը, որը իրենից ներկայացնում է էպիլեպսիան հասարակության մեջ, բոլորը կարծես ձգտում են թաքցնել, ինչը նաև գալիս է կրթվածության եւ ինֆորմացիայի պակասից։ Երբ որ մենք ասում ենք քրոնիկ դեպքեր, ինչ հաճախականության մասին եք մենք խոսում, այսինքն ինչքան հաճախ կարող է լինել ցնցումները։ Ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ կարող են լինել։ Եվ նաև ինչու են նաև թաքցնում մի ավելացում, ինչու են նաև փորձում թաքցնել, որովհետև չգիտեն, որ կա բուժում։ Այսինքն գիտեն, որ դա անբուժելի է եւ ինչու են նաև ավելի վատ գնալով տվյալ պացիենտը ավելի ու ավելի վատ լինում, որովհետև ամեն մի ցնցում ավելի շատ զոնա է ախտարում, ուղեղի ավելի շատ հյուսվածք է վնասում ու ամեն անգամ ավելի բարդ ցնցում է ունենում, ավելի մեծ, ավելի խորանում է իր նյարդաբանական դեֆիցիտները։ Դրա համար եւս մի պատճառ, որ ընտանիքը փորձում է պահել եւ հարմարվել դրա հետ։ Շատ լավ, եթե դեղորայքային բուժումը չի օգնում, մենք արդեն ասացիք, որ հարցը փորձում ենք լուծել վիրահատության միջոցով։ Ինչ է նշանակում վիրահատել էպիլեպսիան առհասարակ։ Ուրեմն էպիլեպսիայի վիրաբուժությունը դա նյարդավիրաբուժության բարդագույն, ամենանոր զարգացող եւ մեծ տեխնոլոգիական լուծումներ պահանջող ճյուղերից է։ Ինչպես նշեցինք, մոտ 30 կամ 1/3% դեպքերում, երբ ցնցումները չեն օգնում, ընտանիքը փակուղու կարծես առաջ է, նրանք հայտնվում են նեյրովիրաբույժների տեսադաշտում, վիրաբուժական բուժման կամ այլ ելք փնտրելու սպասումով։ Էպիլեպսիայի վիրաբուժությունը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմի առկայություն տվյալ կենտրոնում։ Մասնագետները, որոնք ներառված են, դա նյարդաբան էպիլեպտոլոգն է, ռադիոլոգը, էլեկտրոֆիզիոլոգը, անտուբդիետոլոգը, նեյրոհոգեբանը եւ իհարկե նեյրովիրաբույժը։ Մուլտիդիսցիպլինար թիմի կողմից պետք է կայացվի որոշում, արդյոք տվյալ պացիենտը ենթակա է վիրահատական բուժման։ Վիրահատական բուժումը իրենից ներկայացնում է էպիլեպտիկ օջախի, որը գլխուղի որոշակի հատվածում տեղակայված բջիջների խումբ է, որը պարբերաբար լիցքավորվում եւ լիցքաթափվում է եւ լիցքաթափումները դրսևորվում են էպիլեպտիկ ցնցումներով։ Վիրաբուժական թիմի խնդիրն է հեռացնել այդ օջախը այն ծավալով, որ չունենանք լրացուցիչ ֆունկցիաների կորուստ, հիմնական ֆունկցիաների կորուստ։ Այսինքն այնքան քիչ հեռացնենք, որ չունենանք ֆունկցիայի կորուստ եւ այնքան շատ հեռացնենք, որ ցնցումները դադարեն։ Դա երբեմն բարդ մուլտիդիսցիպլինար խնդիր է, որի համար ֆիբմորում մենք անցել ենք նախապատրաստական երկարատև շրջան, օգտագործելով մեր միջազգային համագործակցությունը, համագործակցել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքից Valley Children's մանկական կլինիկայի նյարդավիրաբույժների, էպիլեպտոլոգների հետ, ունեցել ենք փոխադարձ այցեր մեր մասնագետների հետ նրանց կլինիկա, նրանք են այցելել մեր կլինիկա եւ երկարատև բարդ նախապատրաստական փուլից հետո արդեն սկսեցինք վիրահատական դեպքեր ունենալ։
Ես որքան տեղեկացված եմ 2025 թվականի ապրիլին, հա, Վիգմորում առաջին անգամ տեղի ունեցավ այդ ձեր ասած վիրահատությունները, ինչու մինչ այդ նման վիրահատություններ չէին իրականացնում։ Խնդիրը հենց ձեր նկարագրած բարդության մակարդակն է, այսինքն քանի որ թեման այնպեսին է, որ մուլտիդիսցիպլինար մոտեցում է պահանջում եւ պարզապես նոր հնարավորություն դարձավ, այսպես ասած Հայաստանի բժշկության պատմության մեջ, որպեսզի կարողանանք այսպես հարցեր մուլտիդիսցիպլինար լուծում առաջարկել։ Դա պահանջում է եւ մուլտիդիսցիպլինար թիմի առկայություն եւ պահանջում է բարձր տեխնոլոգիական հագեցվածություն։ Երկուսի առկայության դեպքում նոր մեթոդ, նոր վիրահատական բուժման մեթոդ ներդնելու համար ցանկալի է նաեւ ավելի փորձառու ավագ ընկերների, մենթորների ներգրավումը, ինչի պակասը կարծես զգացվում էր եւ այդ մեր միջազգային համագործակցությունը բերեց հենց այն վերջի этаպին, երբ ունենք այլ վստահելի փորձառու մենթորներ, ում հետ մեկտեղ արդեն մենք որոշեցինք սկսել այդ վիրահատությունները Վիգմորում։ Այսպեսի sense հասկանում եմ, որ մի քիչ սխալ է, հա, բժիշկին հենց իր հիվանդանոցից հարցնելը, բայց այդուհանդերձ պետք է ասեմ, որքան ես հասկանում եմ այդ ձեր ասած թե մասնագիտական, թե տեխնոլոգիական հագեցվածությունը թույլ է տալիս, որ կարողանաք, հա, նման վիրահատություններ իրականացնեք, սա, որքան հասկանում եմ, հենց այն է, ինչով ուզում է առանձնանալ Վիգմոր հիվանդանոցը իր մասնագիտական եւ տեխնոլոգիական հագեցվածությամբ։ Մի քիչ խնդրում եմ պատմեք հիվանդանոցի մոտեցման մասին նման հարցերում։ Հիվանդանոցը համարվում է երրորդ մակարդակի հիվանդանոց, ինչ է նշանակում դա, որ կան անհրաժեշտ բոլոր թիմերը լիարժեք բուժսպասարկում ապահովելու եւ անեսթեզիոլոգիական ծառայությունը բարձր որակի եւ ռեանիմացիոն ծառայությունը եւ թերապևտիկ բաժանմունքները եւ վիրաբուժական թիմերը եւ իհարկե սարքավորումները։ Այդ առումով Վիգմորը հանդիսանում է երրորդ մակարդակի, մենք ունենք բոլոր թիմերին եւ ունենք վստահելի ռեանիմացիոն ծառայություն, քանի որ էպիլեպսիայով պացիենտների վիրահատությունը շատ հաճախ երկարատև են, արյան կորուստ է ենթադրում եւ ունենալով այդ ծառայությունները դու ավելի ապահով ես եւ իհարկե լիարժեք հնարավորություն ունես այդ միջամտությունները անելու։ Առանց դրանց ցանկալի չէ եւ ես լսեցի նաեւ Նյարդա հոկեբանի մասին։ Ես երբ ինչ որ մի հարցում լսում ես հոկեբանի մասին, տպավորություն է ստեղծվում, որ բուժարուն մտնում է խնդրով հիվանդանոց եւ գանգատից մինչեւ վերջնական հոգեբանական վերականգնում եւ ոտքի կանգնել այս ամբողջ շղթան հիվանդանոցում ապահովում։ Ես ճիշտ եմ հասկանում, որովհետեւ որպես կանոն հոգեբանը թե ընթացքում, թե վերջում, հա, հենց օգնողն է բուժարուին։ Ես ամենից ճիշտ եմ ընկալում, ձեզ մոտ կար շղթան ամբողջովին, այսպես ասեմ, կառուցված է։ Եվ նաև վերականգնողական իհարկե բուժումը, վաղ վերականգնողական, վաղ վերականգնողական բուժումը շատ կարևոր է նաև, որը մենք նույնպես կարողանում ենք ապահովել։ Ճիշտ նշեցիք, որ ներհոգեբանը ներովիրաբուժության, էպիլեպսիայի վիրաբուժության ընթացքում ներգրավում է հենց առաջի этаպից, երբ պետք է գնահատել երեխայի կամ պացիենտի ներոհոգեբանական վիճակը, տարիքը արդյոք համապատասխանում է իր ֆիզիոլոգիական տարիքին։ Երբեմն, երբ ինչպես նշեցինք, պետք է հեռացնենք այդ օջախը եւ էպիլեպսիայի օջախը եւ նա ունի բարդ փոխհարաբերություն որոշակի կենտրոնների, օրինակ խոսքի զարգացման կենտրոնի կամ ձեռքի շարժման կենտրոնի հետ, կարիք է լինում ավելի հստակ հասկանալ սահմանները։ Էպիլեպսիայի օջախը հեռացնելուց արդյոք չենք ունենա խոսքի խանգարում կամ ձեռքի շարժման խանգարում։ Եվ նման դեպքերում է, որ մենք բարդ ընտրության առաջ կանգնելով վիրահատության ժամանակ ստիպված ենք լինում հիվանդին արթնացնել։ Այսինքն արդեն գանգը բաց վիճակում ուղեղը մեր աչքի առաջ մենք հիվանդին արթնացնում ենք, որպեսզի ուղեղը դրթելով հասկանանք արդյոք էպիլեպտիկ օջախը հեռացնելիս չենք ունենա ֆունկցիայի կորուստ։ Դրա համար մենք վիրահատության ժամանակ ներգրավում ենք նաև ներոհոգեբանին, ով պետք է ճիշտ
հաղորդակցվի պացիենտի հետ, ով դեռևս այդքան քնի պայմաններից նոր է արթնացել, ցավազրկված է եւ պետք է հաղորդակցվի հոգեբանի հետ, եւ մենք զուգահեռ դրթելով ընդհանրենք խոսքի կենտրոնը, շարքից անելով դրթումով խոսքի կենտրոնը, դրթելով խոսքի կենտրոնը, այսինքն խոսեցնում եք դուք դրթելով անջատելով, դրթելով բերում ենք ֆունկցիայի խանգարման։ Խոսքի կենտրոնը կարծես շարքից հանում ենք ֆունկցիոնալ տեսակետից, կարճատև։ Հասկանաք, թե որն է հենց խոսքի կենտրոնը։ Ինչքանով է մոտ օջախը խոսքի կենտրոնին, եւ այդ ընթացքում նեյրոհոգեբանը պետք է շփվի երեխայի հետ, որ երեխան հավաստի ցույց տա, որ նա ճիշտ հասկանում է խոսքը եւ ճիշտ ընկալում է եւ արտաբերում է։ Դա մեր վիրաբույժության կարելի ասել բարդագույն եւ ամենանուրբ ոլորտներից է, երբ պետք է մենք նախորոք իմանալով, որ օջախը մոտ է, մենք ոչ բոլորին ենք արթնացնում վիրահատության ժամանակ, բայց երբ կարիք կա հստակեցնելու սահմանը, մենք արթնացնում ենք։ Եվս մեկ հետաքրքիր հետազոտություն, որ նեյրոհոգեբանի միջոցով ենք անում, ինչպես հայտնի է, շարժումները օրգանիզմում երկու կիսագնդերում են տեղակայված, բայց խոսքը աչլիկների մոտ տեղակայված է ձախ կիսագնդում, մարդկության մեծամասնության մոտ։ Երբեմն խոսքը տեղակայված է նաև աջ կիսագնդում։ Եվ երբ մենք պետք է հեռացնենք օրինակ ձախ կիսագնդի խոսքի կենտրոնի ներգրավված տեղամաս, մենք նախավիրահատական փուլում ուզում ենք հասկանալ, արդյոք խոսքի կենտրոնը ձախում է, թե տեղափոխվել է աջ կիսագունդ։ Եվ մենք հիվանդի մոտ առաջացնում ենք այսպես կոչված ինսուլտ, կարճատև դեղորայքի ազդեցությամբ նույնպես շարքից հանում ենք ֆունկցիոնալ տեսանկյունից խոսքի կենտրոնը։ Եվ խոսելով հիվանդի հետ, դա դեռ վիրահատություն չէ, դա ներանոթային հետազոտություն է, երբ դեղորայքը ներմուծելով տվյալ կիսագնդի շրջանում ամբողջ կիսագունդը ֆունկցիոնալ անջատում ենք կամ կաթված ենք առաջացնում, եւ հոգեբանը խոսելով հիվանդի հետ ստուգում է եւ խոսքի արկայությունը եւ հիշողության արկայությունը, քանի որ ինչպես ասեցի, աչլիկների մոտ խոսքը եւ հիշողությունը մեկն են, դրանք ձախ կիսագնդում են, կամ ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել են աջ կիսագունդ, որը հնարավոր է ստուգել իմ ասած վադատեստի միջոցով։ Նեյրոհոգեբանների օգնությունը այս փուլում շատ կարեւոր է։ Ինչպես նաև հետվիրահատական շրջանում, երբ ունենում ենք որոշակի ֆունկցիաների կորուստ, կարճատև, օրինակ խոսքի խանգարում կամ շարժումների, հոգեբանը նույնպես աշխատում է, որպեսզի ճիշտ հարմարվի երեխան այդ նոր իրավիճակին եւ համբերությամբ լցվի մինչեւ վերականգնվի։ Դուք հաճախ ասում եք երեխան, գոնե ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ վիրահատությունների հիմնական մասը տեղի ունենում, այսինքն երբ որ մենք խոսում ենք վիրահատությունների մասին, հիմնական մասը մենք երեխաների հետ գործում ենք։ Սա ասեմ ինչու, այս հարցը մոտս առաջացավ։ Մյուս կողմից երեխան դա մարդ է, ում ուղեղը դեռ պետք է աճի զարգանա։ Հաշվի առնելով այս երկու ռիսկերը, մենք գիտենք, որ գնում ենք, չգիտեմ, քթի վիրահատության, շատ տարածված Հայաստանում, բժիշկ ասում է, սպասի թող երեխան մի քիչ մեծանա, որովհետև դեռ ձևափոխվելու է, այս ամեն ինչը դեռ պետք չի ձեռ տալ, վերջում կդառնա չափահաս, նոր կգա կորոշենք, չէ՞։ Այ ուղեղի դեպքում, էպիլեպսիայի դեպքում նման խնդիրներ կապված տարիքային եւ ուղեղի աճի հետ չեն առաջանում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, այո, եթե որոշակի պաթոլոգիաների հիվանդությունների դեպքում սպասում են մինչև մեծանա, վերջնական ընդհանրենք դեմքը ձևավորվի կամ կմախքը ձևավորվի, որպեսզի միջամտեն, դրա ճիշտ հակառակ իրավիճակն է նեյրովիրաբույժության մեջ, այսինքն զարգացող ուղեղը, նախ նշենք, որ էպիլեպսիայի ցնցումները մեծամասամբ սկսվում են վաղ մանկական հասակում, եւ դրանք ունեն շատ վատ կազմաքանդիչ դեստրուկտիվ ազդեցություն զարգացող ուղեղի վրա։ Եթե ինչպես դոկտոր Լուսինեն նշեց, եթե ցնցումները վաղ տարիքում սկսվում են, դրանք հաճախակի են, իսկ վաղ տարիքում տեղ ունենում խոսքի հոգեեմոցիոնալ ակտիվ զարգացում։ Մենք ունենում ենք խոսքի եւ հոգեեմոցիոնալ զարգացման ակնհայտ Այսինքն այս դեպքում հիվանդությունը եթե մնա բացասաբար է հոգեկան զարգացման վրա եւ վաղ միջամտությունները դառնում են առավել ակտուալ։ Վաղ տարիքում դիմելու պարագայում, այո, եթե կարողանում ենք ընտրել եւ պացիենտը հանդիսանա լավ նեյրովիրաբույժական տեխնացու, էպիլեպսիայի վիրաբույժությունը կունենա ավելի լավ արդյունքներ հետագա տարիներին։
բայց Վիգմորում կատարում են նաև մեծահասակների վիրահատություններ, Որքան ես հասկանում եմ, երկուստ էլ կատարել եք նման վիրահատություն, երկուստ մասնակից եք եղել նման վիրահատական process-ներին, ինչ է զգում բժիշկը, որ հասկանում է, որ այլևս Հայաստանում այս խնդիրը լուծելի է։ Մի բան, որ ժամանակին բավականին բարդ է եղել հասարակության համար։ Մի փոքր անդրադարձ նորից նեյրոհոգեբաններին, ինչով է նաև իրանց դերը կարևոր, երբ որ երեխան սկզբնական շրջանում շփվում է նեյրոհոգեբանի հետ, նեյրոհոգեբանը գնահատում է նրա զարգացվածությունը, տարիքին համապատասխանությունը եւ 3 ամիս, երբ որ մենք վիրահատում ենք 3 ամիս, 6 ամիս անց կրկին վերագնահատում ենք զարգացումը եւ այդ 3-ից 6 ամիսների ընթացքում երբ երեխան չի ցնցվում, ինքը շատ բարձր կորով իր զարգացումը առաջ է գնում։ Այսինքն երեխան, որ 3 տարեկան էր ու չէր քայլում, չէր նայում, խաղալիքը չէր վերցնում, 3 ամիս հետո սկսում է քայլել, վերցնել խաղալիքը, ժպտալ, ճանաչել տարածքին, մարդկանց, մայրիկին, դրանցից եւս մեկ բան, որ դա առաջինը, որ ուրախացնում է, երկրորդը նեյրովիրաբուժությունը լինելով շատ բարդ մասնագիտություն, էպիլեպսիայի բուժումը երևի թե ամենաբարձր կետում է իր բարդությամբ, եւ անել դա ու կարողանալ անել դա միջազգային ստանդարտներին համապատասխան մաքսիմալ մեր երկրում կարողանալով ներդնել լավագույնը եւ տեսնել արդյունքը իհարկե, երևի թե խոսքերով ասելը մի քիչ բարդ է, բայց տեսնել այդ երեխաներին, որը չէր զարգանում ու 3 ամիս հետո այդ 8 ժամ տևող կամ 10 ժամ տևող վիրահատությունից հետո 3 ամիս հետո քայլում է մինչև 3 տարեկան չքայլող երեխան, դա աննկարագրելի բան է, երևի թե գիտության մեջ հրաշքի մոտ մի բան է, հա։ Մի բան էլ ես կավելացնեի, որ ինչպես նշեցիք, դեղորայքային բուժումը բավական օգտակար է, բավական լավ արդյունքներ է ունենում, բայց մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում պետք է խմեն այդ դեղորայքը եւ նրանք համարվում են էպիլեպսիայով հիվանդներ, որոնք ռեմիսիայի մեջ են։ Ուրախալի կողմը մեր համար նաեւ այն է, որ եւ ձգտումը այն է, որ մենք ունենանք ցնցումներից ազատում, ցնցումների վերջնական դադար վիրաբուժությունից հետո։ Եթե մենք իսկ վիրաբուժությունը բավական էֆեկտիվ է, ճիշտ համապատասխան ընտրված տեխնացուների դեպքում մինչև 80% դեպքերում մենք ունենք ցնցումների դադար։ Վիրահատությունից հետո պացիենտները դեռևս շարունակում են որոշ ժամանակ խմել դեղորայք, որովհետեւ մենք համոզվենք, որ լիարժեք հեռացված է էպիլեպտիկ օջախը եւ ցնցումները այլևս չեն կրկնվի։ 1-2 տարիների ընթացքում, երբ համոզվում ենք, որ չունենք ցնցումներ, երբ այլ հետազոտություններով էլեկտրական նույնպես համոզվում ենք, որ գլխուղեղում չկա էպիլեպտիկ ակտիվություն, հաջորդ этаպը դեղորայքի աստիճանաբար հանումն է։ Եվ եւս 1-2 տարի հետո հնարավոր է հեռացնել ամբողջովին հանել դեղորայքը եւ ունենալ առողջացում, որը որակապես այլ վիճակ է։ Առողջացում, ցնցումներ չունենք առանց դեղորայքի։ Իսկ դեղորայքային բուժման պարագայում մենք պարզապես վերահսկողության տակ ենք պահում հիվանդությունը, ռեմիսիայի մեջ ենք պահում, հա, եւ այս դեպքում մենք արդեն խոսում ենք առողջացման մասին, հիվանդության բուժման մասին։ Բավական բարձր տոկոս դեպքերում, այո, առողջացում ենք ունենում, մոտ 80% դեպքերում որոշ տարիներ հետո վիրահատությունից դեղորայքը հանում ենք։ Մարդը, ով ունի խնդիր, դեղորայքային բուժումը մեծ հաշվով օգնում է։ Այսինքն ռեմիսիայի մեջ է, բայց այդուհանդերձ ունի ցանկություն չօգտվել դեղորայքային բուժումից, վերջնական լուծում տալ խնդրին։ Կարող է դիմել, հա, ձեզ։ Եղել են դեպքեր, ես իմ պացիենտ դիմեց անմիջապես այդ վիրահատությունից հետո, որ երեխան ընդամենը 1 տեղով չէր ցնցվում, բայց ծնողները ցանկանում էին, որ խնդիրը հիմնովին բայց դա պետք է ռեալ նաև իրենց ներկայացնել վիրահատության ռիսկերը, հետվիրահատական շրջանը եւ այո, կարելի է 1 տեղ խմել ամբողջ կյանքում։ Շատ մարդիկ խմում են նաև այլ դեղեր, ճնշման դեղեր,
եւ դրա համար գնալ բարդագույն վիրահատության հաճախ իհարկե վիրաբույժը որպես adekvat մարդ, որպես ոչ միայն վիրահատող, երբեմն բացատրում ենք, որ ավելի լավ է մեկտեղ խմել եւ չցնցվել, քան գնալ վիրահատության։ Այլ բան է, երբ մենք գիտենք, որ այդ պաթոլոգիայի դեպքում ինչ որ մի օր դա լինելու է դեղորայքակայուն, այս պահին կարող է մեկտեղ օգնել, բայց կարող են մի քանի տարի հետո լինել ցնցումներ, որոնք այլևս չեն ենթարկում դեղորայքային բուժման դեպքում, այո, կարող ենք դնել ցուցումը, նորից թիմով քննարկման արդյունքում ու կատարել վիրահատություն։ Իսկ էպիլեպսիայի դեպքում հաճախ է նկատվում կայունություն, հա, դեղորայքի ժամանակի ընթացքում։ Այո, դեղորայքային կայունությունը դեղորայքակայուն էպիլեպսիան ամբողջ էպիլեպսիաների մոտ 30% դեպքերում է, 1/3, այսինքն 3 պացիենտից մեկի մոտ մեծ հավանականությամբ մենք ոչ թե մեծ հավանականությամբ 3 պացիենտից մեկի մոտ մենք ունենանք էպիլեպսիայի դեղորայքակայուն ընթացք։ Ինչպես նաև նշվեց զարգացող ուղեղի վաղ մանկական հասակում, երբ ունենք ակտիվ զարգացող նեյրոհոգեկան ֆունկցիաներ եւ ունենք ցնցումներ, իհարկե առաջի սահմանագիծը դա դեղորայքակայունությունն է, պետք է համոզվել, որ դեղորայքը չի օգնում նոր մտածել վիրաբույժության մասին, բայց զարգացող ուղեղի պարագայում սպասել 1, 2, 3 տարի, որպեսզի համոզվենք, որ դեղորայքը չի օգնում, այն պացիենտը, ով վաղ հասակից ունի որոշակի փոփոխություններ, որոնք կանխորոշում են լավ արդյունք, ծնողների հետ քննարկման արդյունքում մենք համոզում ենք ծնողներին, որ վիրահատությունը ավելի լավ արդյունքի կբերի վերջնահաշվարկով, քան եթե մենք վաղ մանկական հասակում կորցնենք 2-3 տարի, մինչև գտնենք դեղորայքը, իսկ հավանականությունը մեծ է, որ չի օգնի դեղորայքը եւ նոր գնանք վիրահատության։ Ժամանակը կորցնելու արդյունքում մենք ունենանք վերջնահաշվարկում ավելի վատ արդյունքներ, քան եթե շուտ վիրահատենք։ Նույնիսկ եթե դեղորայքը օգնում է, երբեմն այո քննարկում ենք դեղորայքազգայուն էպիլեպսիաների դեպքում վաղ վիրահատական միջամտությունները։ Շատ լավ, մեր հաղորդումը, մեր ժամանակը սպառվում է, հաղորդումը մոտենում է իր ավարտին, այդուհանդերձ վերջում ուզում եմ հարցնել, թե ինչպես եք տեսնում ոլորտի եւ հատկապես Վիգնորի նյարդավիրաբուժական թիմի ապագան, որքան հասկանում եմ բավականին լուրջ քայլերով առաջ եք գնում։ Ես իսկական դուք ինչ սպասումներ ունեք, այսպես ասեմ։ Դոկտոր Էդուարդը շատ լավ կարևոր բան ասեց քննարկում էինք մեր մոտեցումը եւ մենք ուզում ենք որ անենք միջազգային այն ինչ որ հնարավոր է ունենանք Հայաստանում սովորենք, կրթվենք, ստեղծենք այո, այս դեպքում էպիլեպսիայի վիրաբուժության դեպքում եւ իհարկե նեյրովիրաբուժության դեպքում, որը երիտասարդ է շատ եւ դեռ շատ զարգանում է, ստեղծենք մերը անենք լավագույնը եւ դոկտոր Էդուարդը կասի ինչի ինչպես ենք տեսնում էպիլեպսիայի, ինչպես ենք տեսնում հատկապես ոլորտի նեյրովիրաբուժության ապագան Հայաստանում մենք տեսնում ենք ներդնել Հայաստանում այն ստանդարտ, այն ընդունված բուժման մեթոդները, որոնք ամբողջ աշխարհը կատարում է, զարգացած աշխարհի կատարած ստանդարտ վիրահատությունները, ստանդարտ բուժման մեթոդները ներդնել, բոլոր մեթոդները ներդնել Հայաստանում եւ ճամփա եւ պայմաններ ստեղծել նոր մեթոդների ներդրման, գերժամանակակից մեթոդների ներդրման համար։ Դրանք են ֆունկցիոնալ նեյրոխիրուրգիայի այլ ճյուղեր, նեյրոմոդուլյացիա, դրանք են ուռուցքների ժամանակակից բուժումը իմունոթերապիայով եւ վերջին հաշվով ունենալ մի իրավիճակ, երբ բոլոր երեխաները ով ծնվել են Հայաստանում եւ ունեն բարդ նեյրովիրաբուժական հիվանդություններ, ստիպված չլինեն փոխհավաքել եւ գնալ արտասահման, հա, կարողանան պատշաճ բուժում ստանալ Հայաստանում եւ չափսոսեն, որ ծնվել են ոչ Հայաստանում, այլ Գերմանիայում, այլ երկրներում։ Շատ լավ, շատ շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում ձեր գործին։ Իսկ թվում է իրոք շատ լուրջ փոփոխություն եք բերում Հայաստանում շատերի կյանքի, այսպես ասենք, որակի հարցում եւ ձեզ հաջողություն։
Մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, մենք խոսում ենք էպիլեպսիայի նեյրովիրահատական բուժման մասին, այո Հայաստանում այլևս դա հնարավոր է եւ մեր հյուրերն են Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը, շնորհակալություն, եւ Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի նյարդավիրաբույժ Լուսինե Ավագյանը։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, առողջ եղեք, շնորհակալություն։